Սովորաբար ասում են, որ արվեստը անթարգմանելի է, բայց երբ քո հայրենակիցն է, դու հաստատ գտնում ես հայերեն այն բառերը, որոնք որ կթարգմանեն իր ցանկացած այլ լեզվով գրած աշխատանք, որովհետև հոգին միևնույն է, հայկական է։ Դե ինչ, մենք շարունակում ենք այս արվեստային մեր եթերը, մասնավորապես երաժշտական եւ ոչինչ չի փոխվելու մեր ընթացքի մեջ, որովհետև հաջորդիվ նույնպես մշակութային մի իրադարձության մասին ենք խոսելու, որը որ երաժշտական աշխարհից է։ Այո, որը սպասվում է առաջիկայում, իսկ ավելի կոնկրետ ապրիլի 15-ին միայն ավելանելու է այստեղ թեման, որովհետև խոսելու ենք առողջության, երեխաների առողջության մասին, քանզի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք սիմֆոնիկ ռոքը հանուն երեխաների առողջության է։ Համերգը հենց այս խորագիրն է կրում, իսկ մանրամասները կիմանանք հենց հիմա մեր հյուրից։ Կիմանանք մեր հյուրից, որն արդեն տաղավարում է Արմեն Մարտիրոսյան, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն, բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք եւ սկսենք նախ համագործակցությունից ձեր եւ սիմֆոնիկի, ինչպես ստացվեց, սա կարծես առաջինը չէ իրականում, որովհետեւ սիմֆոնիկը պարբերաբար իր բարեգործական համերգներով տարվա ընթացքում մենք չենք էլ հասցնում նույնիսկ այդ բարեգործական համերգները մեկը մյուսից հետո լուսաբանել։ Նախ ուզում եմ ապրիլի 8-ի կապակցությամբ ձեզ շնորհավորեմ բոլորիդ, կապված միամյակի հետ կանանց, որովհետև մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը կանանց շնորհավորում են ու հետո մոռանում են։ Ուզում եմ հերթական, չգիտեմ, ավելի մարախլապատ ու անպամած եղանակը, բայց շնորհավորեմ հերթական սինորվա կապակցությամբ, ամբողջ տարին թող ձեր լինի։ Համագործակցություն այո սիմֆոնիկ նվագախումբը հայտնի է եւ Արզանամենյանը, որ մեծ թվով բարեգործական համերգները ի պատիվ մայստրո եւ ամբողջ խմբի նվագախմբի կազմակերպում ենք առաջին անգամ ենք իրենց հետ համագործակցում, ոնց ստացվեց համագործակցությունը, մենք մի փոքրիկ ունենք Գաբի դեպքը գուցե հիշեք բոլորը եթե իրեն մասին գիտեն տեղեկին, երբ որ Գաբի դրամվակ իրականացնում ենք ու 2 օրվա մեջ մոտ 110 միլիոն դրամ հավաքեցինք, պատմության մեջ դա ֆանդրեյզինգների աննախադեպ արդյունք էր, մեծ աջակցություն ցուցաբերեց Գաբի բարեկամներից մեկը, ով աշխատում է սիմֆոնիկ նվագախմբում եւ աշխատակազմում եւ այսպես շփում կապ ստեղծվեց իրենց միջև, մեր միջև ու սկսեցինք ավելի մտերմանալ, շփվել, արդեն մայստրո հետ շփումներ ու այսպես միտքը ղացավ իմ մոտ, որ ինչի համերգ չանենք, ես ինքս բնույթով այնպիսին եմ, որ ամեն հնարավոր բան փորձում եմ օգտագործել, իմ ընկերները մեկ-մեկ օգտագործում են քերել բառը, բայց այս դեպքում դենց ինքը այդքան էլ գուցե տիպիկ չի, բայց Կամանդրքում գտել եք այն ոլորտը, որտեղ որ հնարավորինս օգտակար կարող եք լինել առողջ միջավայրում ստեղծում, եւ հասկացա, որ սիմֆոնիկը այն հարթակներից է, որոնց հետ կուզենք ու պատիվ կլինի մեզ համար նման միջոցառում կազմակերպելը եւ առաջարկը իմ կողմից հնչեց ու ես առաջարկեցի եւ ինչ-որ տեղներ պնդեցի, որ անպայման սիմֆոնիկ ռոքը լինի, հաշվի առնելով, որ ես ինքս ռոքի մեծ սիրահար եմ, հաշվի առնելով, որ իմ փոքրիկը Queen-ի եւ ընդհանրապես ռոքի արդեն 7 ամսական է Մինասը, բայց արդեն մեծ սիրահար է այս բարձր արվեստի եւ որոշվեց, որ հենց այս համերգով պետք է մենք հանդես գանք եւ ինչպես արդեն նշեցիք, ապրիլի 15-ին, 7:30-ին բավականին կարեւոր ու մեծ իրադարձություն է սպասվում ու գիտեմ թե ինչքան աժոտաժ կա ու նախորդ համերգների ժամանակ էլ ինչ մեծ աժոտաժ է եղել եւ մարդիկ ինչպես են հավանել, ինչի նաեւ եկավ այս միտքը, երբ որ նախորդ անգամ եղավ համերգը, ես ցավոք չէի մասնակցել, չէի նկատել կամ ինչ-որ հարմար չէ, չեմ հիշի հիմա, բայց իմ Facebook-ի այդ էջում շատ մեծ ակտիվություն նկատեցի ու այդ օրը մեծ իրադարձություն էր, բոլորը խոսում են սիմֆոնիկ ռոքի մասին, հենց այդ օրը արդեն մտածեցի, որ օքեյ, մենք սիմֆոնիկ ռոքի համերգը բարեգործական բնույթի պետք է անենք ու ստացվեց։ Հիանալի է, երբ համագործակցությունը կայանում է, երկու կողմերն էլ գիտեն թե ինչ են ուզում, մշակույթի լեզվով փորձում ենք օգնել եւ փրկել երեխաների առողջությունը։ Բայց իհարկե սա միակ համերգը չէ, միակ նախաձեռնությունը չէ, որ փորձում եք ավելի մեծամասշտաբ, ոչ 1-2 շփման ընթացքում, ինչպես ձեր ընկերներն են սիրում ասել, ստանալ օգնությունը, բայց այդ նախագծերը շատ են։ Ինչ է իրականացվել մեր վերջին հանդիպումից մինչ այսօր, որովհետև դուք մեր սիրված ու սպասված հյուրն եք տաղավարում եւ անդադար խոսում ենք ձեր նախագծերից, բայց դրանք չեն վերջանում, պետք է ասենք ցավոք, որովհետև կա դրա կարիքը։ Իրական ավանդույթ է դարձել նման իրադարձությունից առաջ առաջին գալ հանրային եթեր, սելի եթեր, խոսել ու ընդհանրապես որոշակի պարբերականությամբ մարդկանց պատմել մեր հիմնադրամի մասին։ Հիմնադրամը մոտ արդեն 4 տարեկան է, հունիսի 1-ին կդառնա 4 տարեկան եւ այս 4 տարվա ընթացքում շուրջ 3000 երեխայի օգնել օգտակար եղել, որոնցից մի մասը առողջական ծանր խնդիրներ ունեցել, մի մասը միջին որոշակի այսպես ծանրության, շատ տարբեր
ծրագրեր իրականացվել, հարյուրավոր եւ հազարավոր տուփ դեղեր են նվիրաբերվել հիվանդանոցներին, բազմաթիվ բժիշկներ են վերապատրաստվել աշխարհի լավագույն կլինիկաներում, կենտրոններում, տարբեր բուսարկահներ են նվիրել հիվանդանոցներին եւ արդեն մենք կենտրոնացված ենք գիտական աշխատանքներ իրականացնելու եւ գիտությամբ առաջխաղացում առողջապահության մեջ առաջխաղացում ապահովելու առումով իրական կարող եթե կարճ նկարագրեմ հիմնադրամը զբաղվել եւ շարունակում է զբաղվել ամենածանր եւ ամենամեծ կարիք ունեցող երեխաների խնդիրներով ու ինքը ինչ-որ առումով հենարան է, ինչ-որ առումով հարթակ է հանդիսանում, որ այն բոլոր դեպքերում, որոնք պետությունը պետական պատվերի շնորհներում չի կարողանում աջակցություն ցուցաբերել տարբեր պատճառներով եւ չկան այլ հիմնադրամներ, որոնք օգնում են, բավականին երևի թե մեծ հատված, մեծ զանգված արդեն մեր հիմնադրամի միջոցով է այդ աջակցությունը իրականացվում, բայց մեզ համար ամենակարևոր ուղղությունը երևի թե դա ադվոկացիան է, լոբին կոչվածն է, որը պետության հետ միասին ենք իրականացնում եւ արդեն հաջողություններ ունենք, տարբեր ծրագրեր, մեծ գումարների, որոնք մենք բարբերաբար այսպես երեխաներին աջակցություն ենք տրամադրում մեր նախարարության շփման արդյունքում, որը բավականին արդյունավետ է արդեն պետական պատվերի շնորհներում են իրականացվում, հիմա էլ մեկնարկել ենք ասթմայի ապակենոսած մոդելի ամբողջ Հայաստանով ներդրումը, որ պատկերացնենք 1500 երեխա ունենք ասթմա ունեցող Հայաստանում գրանցված, բայց այն թիվը կարող է լինել 50, 60 կամ 70000 մենք հիմա ամբողջ Հայաստանում հարցումներ ենք իրականացնում, մասնագիտական աշխատանք ենք իրականացնում, որպեսզի պարզենք վիճակագրությունը, սկսենք արդեն այդ երեխաներին հայտնաբերել, մոտակա գուցե 7-10 տարվա ընթացքում այդ բոլոր երեխաներին բերենք դեպի առողջապահական համակարգ եւ նախարարությունը այստեղ նույնպես շատ ակտիվ աշխատում։ Մեզ համար հիմնադրամի սկզբից դա այսպես տակ-տակ այսպես кейսերով զբաղվելն էր, որ ծանր երեխաներ կային խնդիրներ ունեցող, իրենց խնդիրները ենք փորձել լուծենք, ընթացքում սկսեցինք ավելի ինստիտուցիոնալ հարցերով զբաղվենք, իսկ հիմա արդեն առավելապես կենտրոնացված ենք համակարգային ինստիտուտներ փոխելու հարցում եւ այն չեմ 100 միլիոնը կամ 200 միլիոնը, որը կարողանում ենք ներգրավել, փորձում ենք ուղղել, իհարկե որևէ դեպքում չփորձելով այնպես անելը, որ չտուժի որևէ երեխա, փորձում ենք ուղղել հենց համակարգային խնդիրների լուծմանը, որը կլինի մնայուն հետագայում, որովհետև մի բան է, որ հիմնադրամը զբաղվի 1, 5, 10, 20 կամ 10000 անգամ երեխայի ուղղակի կետային խնդիրներ լուծելով, մի բան է, որ ուղիղ համակարգ փոխի պետության հետ միասին, հետագայում հազարավոր եւ տասնհազարավոր երեխաների կյանք բարելավի եւ ամենակարևոր բաներից մեկը նշեցիք, եթե ոչ ամենակարևորը կանխարգելման ծրագրերին ենք մենք մեծապես ուշադրություն դարձնում մեր բոլոր ուղղությունները, որոնցով զբաղվում ենք, մենք փորձում ենք այդ ուղղությամբ մինչև էս փորձել ենք ոնց որ գրական մարենք այդ երեխաներին փորձենք առողջացնենք, բայց սրանից հետո վերջին 1.5 տարվանից սկսած փորձում ենք արդեն կանխարգելման ծրագրեր իրականացնել, որը ամբողջ աշխարհն է գնում, ամբողջ առաջատար աշխարհը, զարգացած երկրները այս ուղղությամբ են գնում մեր բոլոր ռեսուրսները ուղղում ենք սրան, թեպետ մեծ դժվարություններ կան, տարբեր կորպորատիվ դոնորները, կազմակերպությունները, անհատները միտված են եւ ցանկանում են ավելի շատ օգնել կոնկրետ երեխայի, կոնկրետ երեխաների, բայց նաեւ եւ այլ հիմնադրամների, մասնավորապես մեր հիմնադրամի շնորհիվ է, որ փորձում ենք նաեւ մշակույթ փոխենք, որ ավելի լավ է 100 միլիոնը ներդնենք, հա, այլ եմ ասում, չտուժելով որևէ երեխա 100 միլիոնը ներդնենք որևէ ծրագրի մեջ, որը մի քանի հազար երեխայի առողջական խնդիր պետք է կանխարգելի, քան թե այդ խնդիրը դնենք մեկ այլ հասնեն արդեն ավելի ծայր հասնենք այնպիսի վիճակի, այլընտրանք, քան կանխարգելման ծրագրերին հետ չկա։ Այո, ինչը վերաբերում է առողջապահական խնդիրներին եւ դրանց լուծման ճանապարհներին, միանշանակ ոչինչը չի կարող փոխարինել համակարգային եւ պետական լուծումներին եւ իհարկե շատ ողջունելի եւ ոգևորող է մասնավոր սեկտորի դերը այս գործում եւ համագործակցությունները, որոնք որ այսպես փոխլրացնում են միմյանց, բայց չենք մոռանում նաեւ որ այս ամեն ինչը նաեւ ամփոփվում է եւ լրացվում է մարդասիրական եւ բարեգործական հասարակություն կրթելով, որոնցից մեկը հենց այն առիթն է, ինչի շուրջ այսօր հավաքվել ենք, հետաքրքիր է այս նախաձեռնությունները, այս համերգները, այս միջոցառումները որքանով են մեր հասարակությանը կրթել այդ մարդասիրության տեսանկյունից դաստիարակել որպես բարեգործ, որը որ գալիս է համերգի, ոչ թե որովհետև գալիս է համերգի, այլ որովհետև հատկապես դա միտված է բարեգործությանը։ Իրեք մի քանի նման մեծ ծրագրեր ենք իրականացրել, համերգներ ենք իրականացրել եւ փորձել ենք շեշտը չդնել նրա վրա, որ սա բարեգործական համերգ է եւ եկեք բարեգործություն գործելուն, որովհետև աշխարհում եւ ընդհանրապես եթե մարքեթինգային տեսանկյունից նայես, նաեւ Հայաստանում դա այդքան էլ չի ընկալվում, այդքան էլ հասկանալի չի, պետք է երևի մատուցել այնպես, որ
սիմֆոնիկ ռոքն է լավագույն այսպես լավագույն աշխարհի ստեղծագործներն հնչելու հետաքրքիր միջավայր է լինելու եկեք այդ համերգին նաև նկատի ունեցեք որ կարևոր բարի գործ է կատարելու որովհետև շատ դեպքերում մարդիկ խուսափում են այս ամեն ինչին հաղորդ լինելուն եւ կարող ցանկություն չլինի ուղղակի 10-15 հազար դրամ տալ զուտ բարի գործ կատարելու համար սա բնական է սա նորմալ է մեծ հաշվով նորմալ է որովհետեւ մարդիկ ցանկանում են ուղղակի լավ ժամանակ անցկացնել եթե դրան զուգահեռ նաեւ հնարավորություն կա բարի գործ կատարելու դա շատ լավ է բայց պետք է ասեմ բնական վերջին ես ոլորտի մեջ եմ արդեն 15-16 տարի եւ պետք է վստահ ասեմ որ էական մեծ փոփոխություններ են եղել եթե մարդիկ առաջ ուղղակի առանց մտածելու առանց խորանալու զուտ էմոցիոնալ այսպես սպորտման արդյունքում որևէ ինչ-որ քայլ կկատարեին հիմա շատ-շատերը արդեն ավելի կշռադատված, ավելի գիտակցական, ավելի ոնց որ թիրախավորած են այո գուցե մոտենում հարցին եւ ինչի ասա շատ կարեւոր էմոցիոնալ որոշումները եւ էմոցիոնալ այսպես բնույթով որևէ գործողություն կատարելը հղիա շատ տարբեր խնդիրներով Facebook-ով եւ շատ տարբեր սոցցանցերով սխալ սովորույթների ձևավորման նաեւ տարածում են կեղծ դրամվակներ, ոչ այնքան լիարժեք հավատալի այսպես դրամվակներ, տարբեր խնդիրներ ունեցող այսպես դրամվակներ եւ շատ-շատերն են դիմում հա մարդկանց աջակցության խնդրանքով եւ եթե մարդիկ գործում են զուտ միմիայն էմոցիոնալ ֆոնի վրա նրանք ուղղակի իրենց ապա առաջին պատահած դրամակին գումար կնվիրավորեն բայց պետք է ուղղակի մտածեն թե ով է դրամվակ կազմակերպել, ինչ նպատակով, արդյոք կան համապատասխան բժշկական փաստեր թե չէ, ուր է գնալու իրենց գումարը, թեպետ շատ հեշտ է 1000 դրամ տալ ու մոռանալ դրա մասին, բայց ես փոքրուց երևի, եթե նման ինչ-որ քայլ եմ արել, տվել եմ 1000 դրամ եւ հետեւից գնացել եմ, ուր է իմ 1000 դրամը, ինչ արվեց։ Դրա համար բոլորին կոչի եւ խնդրանքս, որ շատ ուշադիր լինեն եւ աջակցեն օգնեն այնպիսի հիմնադրամներ եւ գուցե անձանց, որոնք այսպես ասած ստուգված են եւ որոնց հեղինակությունը կասկածտակ չի դրվում։ Պետք է նաեւ ուրախությամբ ասեմ, որ մենք այս 4 տարվա ընթացքում շուրջ 70000 աջակցություն ենք ունեցել եւ համարում ենք մասնավոր ոլորտում ամենազանգվածային հիմնադրամը։ 4 տարի ընթացքում երբ որ հիմնադրամը ստեղծում էի չգիտեի առաջին 5 միլիոնը ոնց եմ ներգրավելու, բայց արդեն հիմա աստղաբաշխական մեծ թվեր ենք աշխատում եւ այդ ամենը իհարկե հոգուտ երեխաների։ Իհարկե գրագետ մոտեցումը ոչ մեկ չի չեղարկել, բայց շատ իհարկե ոգևորող է նաեւ զուգահեռային, որ հասարակությունը միտված է մարդասիրությանը եւ բարեգործությանը եւ իրեն պատասխանատու է զգում այն թիրախների հանդեպ, ովքեր ունեն դրա կարիք։ Միանշանակ Շատ կարևոր է նաև, որ այս կարճ տարիների ընթացքում, որովհետև հիմնադրամը ընդամենը 4 տարեկան է, բավականին երիտասարդ հիմնադրամ է, բայց կարողացել է այդ վստահությունը ձեռք բերել։ Դա նաև այն կատարած աշխատանքն է, որ հետևում եք ոչ միայն ձեր ներդրումներին, այլ նաև բոլոր մարդկանց, որոնք կատարում են բարեգործություն, եւ արդյոք այս տարիների ընթացքում անհատների թիվն է ավելացել, որոնք պատրաստակամ են իրենց ունեցած միջոցները ներդնել հանուն իրենց կողքին ապրող մեկ մարդու։ Այո, միանշանակ անհատների թիվը էապես մեծացել է, բայց կարծում եմ կրիտիկական դեռ զանգված չի կազմում եւ գուցե մի քանի տասնյակ հազար կամ գուցե մի քանի 100,000 են կազմում իրանք, իսկ այս թիվը պետք է մեծանա, պետք է կորպորատիվ դոնորները շատ ավելի մեծ ակտիվություն ցավերեն, ունենան համապատասխան հացակարգեր, որ ոչ թե ուղղակի ըստ տնօրենի կամ սեփական տիրոջ ցանկության այսպես նվիրաբերություն կատարեն այն ոլորտում, որը ուղղակի ցանկալի այլ զուտ համակարգեր ներսում ունենան ու ճիշտ այսպես process-ներ զարգացնեն եւ դրա համար բոլոր անձանց այն անձանց նաեւ որոնք եւ ցանկանում են լավ համերգի մասնակցել, ուղղակի լավ ժամանակ անցկացնել, ես վստահ եմ որ փառահեղ օր է լինելու ապրիլ 15-ը, բոլորին մեծ սիրով հրավիրում եմ սիմֆոնիկ նվագախմբի հետ, սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ եւ կատարմամբ այս կարևոր համերգին Կանե Դեմիրճյանի անվան մարզամերիկային համալիր եւ հենց այդ օրը այդ մարդիկ հնարավորություն կունենան իրենց կարևոր ներդրումը կատարելու հիմա փակագծեր չեն բացի բայց մեծ հավանականությամբ սա սիմֆոնիկ նվագախմբի հետ բարեգործական համերգների հետ կապված ամենամեծ երևի դրամավակն է եղել ամենամեծ ֆինանսն է ներգրավել դեռ գումար չեմ կարող հայտարարել որովհետեւ դեռևս վերջնական չէ տոմսերի վաճառքը դեռևս գնում է բայց տեղում արդեն այն մարդիկ որոնք ներկա կլինեն կիմանան թե ինչքան մեծ գումար է հավաքվել առողջական ծանր խնդիրներով երեխաների համար շատ կարևոր եւ ուզում եմ մայստրոին եւ Սերգեյ Սմբատյանին եւ ամբողջ աշխատակազմին նվագախմբին շատ շնորհակալություն հայտնել այս ամենի համար Մենք եւս միանում ենք շնորհակալությանը ողջունում ենք նրանց եւ եւս մեկ անգամ հիշեցնում ենք որ ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա սիմֆոնիկ ռոք համերգը հանուն
երեխաների առողջության, սա յուրահատուկ բարեգործական համերգ է լինելու, երկուսը մեկտեղ ելով կարող եք եւ հրաշալի երեկո վայելել երաժշտության օգնությամբ եւ իհարկե բարի գործ կատարել եւ զգալ ձեզ պատասխանատու քաղաքացի այն հասարակության մեջ, որտեղ որ ապրում եք։ Շնորհակալ ենք անչափ այս հնարավորությունը մեզ բոլորիս տալու համար եւ մենք վստահ ենք, որ կրկին կհանդիպենք լավ նորություններով։ Սիրով, շնորհակալ եմ ձեզ։ Սիրով։ Իսկ մենք շարժվենք առաջի էլի հեռուստադիտողներ։